Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ, այսուհետ Կենտրոնական բանկ տեղեկություններ ներկայացնելու համար։ Դրան կարևոր ազդակներին ֆինանսական համակարգում արդյունավետ վերահսկողություն իրականացնելու համար։ Կենտրոնական բանկն այս պահին ուսումնասիրում է ձեր գրությամբ բարձրացված հնարավոր խնդիրը, ինչպես նաև խորհրդակցում է ձեր գրառումը նշված բանկի հետ։ Այսուհետ բանկ խնդրի հնարավոր լուծումներ գտնելու նպատակով միևնույն ժամանակ հայտնում ենք, որ ձեր գրությամբ նշված բանկի գործողություններում օրենսդրությամբ խախտումների հայտնաբերման դեպքում Կենտրոնական բանկն օրենքով իրեն վերապահված իրավասությունների սահմաններում կիրականացնի համապատասխան միջոցառումներ, իսկ հաղորդակցման արդյունքների վերաբերյալ կապ կհաստատի ձեզ հետ։ Կենտրոնական բանկն է պատասխանվել, բոլորինը նույնը բոլորին տված նույն պատասխանները։ Հատարկայի շենքը մեկը իջնի պատասխան տա։ 2 ամսվա ընթացքում։ Բանը գործներս թողեն, երեխեքին թողեն, գործներս թողեն, մեր հաշվին է այս կառույցներն ապրում են, աշխատում են, մեր հաշվին, մեր տված հարկերի շնորհիվ։ Մեկը չկա պատկան մարմին իջնի պատասխան տա։ Այո, 400,000 վարկեն ձևակերպել, իմ անձնական 9,800,000 գումարը տարել են։ Հաշվի են արկա գումարը գողացել են բանկին։ Այո, քաղաքացին ուներ 9,800,000 դրամ խնայողություն, որը գողանալուց հետո մի հատ էլ պարտք են ձևավորել քաղաքացու վրա։ Այս ու նմանատիպ քաղաքացիներ մենք շատ ունենք, նախ 5 տարիների ընթացքում հանձնարարականներ պիտի տար այս բանկը, Կենտրոնական բանկը այս բանկերին բացառելու համար կիբեր հանցագործություններն ու զեղծարարությունները։ Դրանից հետո գոնե 2 ամսվա ընթացքում պիտի այդ ամեն ինչը արած լինել, այդ հանձնարարականները տար։ Այս 2 օրվա ընթացքում էլ գոնե այդ բանկը պիտի ասեր, թե ինքը այս 2 օրվա ընթացքում ինչի չի տվել այդ հանձնարարականները, արդյոք հանձնարարական տալու անհրաժեշտություն չկար։ Պարոն Գայակոբյան, միայն մայրաքաղաքի մասնաճյուղերից են տուժել քաղաքացիներ, թե նաև մարզային դեպքեր ունեք։ Մարզային, այստեղ մեծամասնությունը մարզերից են, քիչ մարդիկ կան, որ Երևանաբնակ են, հիմնականում մարզերից են քաղաքացիները։ Դատարան ասելով ինչ նկատի ունեք, քրեական դատարանի մասին, քաղաքացիա իրավական դատարանի մասին, որ դատարանը նկատի ունեք։ Եթե քաղաքացիա իրավական ընդհանուր իրավասությունների առաջին ատյանի դատարանը նկատի ունեք, ապա կան այստեղ շատ դեպքեր, որ արդեն դատարանների միջոցով են փորձում այդ գումարները պահանջել քաղաքացիներից, ինչը եւս անօրինական է եւ այդ գործողությունների մեջ անօրինական տարեր կան, ինչը ես անցած անգամ ներկայացնել եմ, որովհետև նորից եմ ուզում ներկայացնեմ, որովհետև բանկը երբ որ դիմում է դատարանի իբրև թե գումարի բռնագանձման պահանջով, դատարանից թաքցնում է մի կարևոր հանգամանք, մի կարևոր փաստարկ, որը հետևյալն է, որ տվյալ գործի վերաբերյալ կան գործնախաձեռնված, ինչը ազդեցություն ունենում է իհարկե ընդհանուր իրավասությունների առաջատյանի դատարանի որոշման վրա եւ որն էլ հիմնականում լինում է հետևյալը, քանի որ կա քրեական գործի արկայություն, դատարանը կասեցնում է գործը, քանի դեռ չի բացահայտվել քրեական գործը։ Դրանից էլ խուսափում է դատարանը եւ քանի որ իրավական ճանապարհը սա է, ապա ինչու այս ժողովրդին ներողություն քաշ տալ դատարաններ, այնել խոցելի իրավիճակում հայտնված քաղաքացիներին, չէ՞ որ Կենտրոնական բանկը կարա նմանատիպ որոշում կայացնի, որովհետեւ դա է օրինականը։ Օրենքը ինչ են շրջանցում։ Կենտրոնական բանկը ուղիղ լծակ ունի ազդելու բանկերին չգիտեմ, պարտադրելու, հորդորելու, որպեսզի իրենք սարսեն։ Դա իր օրենսդրական պարտավորությունն է։ Օրենսդրական պարտավորությունները չառաջանա, իրենք էլ դատի չտան, օրինակ կբային։ Դա ինչ ֆունկցիոնալությունն է, ժողովուրդ ջան։ Կառավարությունից ինչ պատասխանեցին, դիմում եք ներկայացրել նախորդ անգամ։ Կառավարությունների ուրեմն հանդիպեցինք Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի հետ, խոստացան, որ կասեմ, նրա հետ որ նախորդ անգամ եք հանդիպել եւ խոստումներ եր տվել, բայց չասացիք ուր են մեր խոստումների պատասխանները։ Ասել են, որ կտան համապատասխան հրահանգներ, համապատասխան մարմիններին եւ լուծում կտրվի այս պատուհասած իրավիճակին, բայց նորից եմ կրկնում, մեզ այո ընդունել են բոլոր մարմինները, բայց չկան գործուն քայլեր։ Բացի Կենտրոնական բանկից։
Կենտրոնական բանկը ընդունել է առանց լրատվամիջոցների, առանց հեռախոսների, գաղտնի խոսացեք, կամած խոսացեք, եկեք սենց արեք, եկեք ընենց արեք, եկեք ընենց արեք, որևէ լուծում չկա։ Հրապարակային մենք դեռևս չենք դիմել, բայց մենք չպետք է էլ դիմեինք, սա էլ միպի, հա, տիրույթն է։ Համակարգել քաղաքացու եւ կենտրոնական բանկի միջև եղած իրավահարաբերությունները պետք է համակարգել, չի համակարգել, գնում ենք ասենք, բա ինչի՞ չես համակարգել, ոնց հենց հիմա գնում ենք մենք։ Այսեն ժամանակար ժամանակ գալու ենք, փակենք, հետո եթե հարցերը չլուծեցին, գնալու ենք բանկերը փակենք։ Մեկը այս հարցը լուծվելու է, մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի թալանվելու։ Սա մտքներից հանեք։ Գնացինք։ Եվ այս Պաշտպանը գրասենյակ։ Հացեք, ասեք, այլ Այդ վատ ավանդույթները խախտողը մենք ենք լինելու։